Ողջույն Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, այսօր տաղավարում մեզ հյուրընկալվել է բլոգեր դերասանուհի Մանե Հակոբյանը։ Ողջույն Մանե ջան։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Նախ սկսենք առաջին հարցից, մի փոքր պատմեք ձեր մասին, ինչը որ կհետաքրքրի երևի մեր հետևորդներին։ Ես հստակ գիտեմ իրականում ինչը կհետաքրքրի հետևորդներից եւ առհասարակ մեր հայությանը։ Ես բացի բլոգեր լինելուց Ես նաև ունեմ դերասանական կրթություն, ես սովորել եմ ամեն դեպքում ու այնտեղ որտեղ գրում են ծանոթով մտավ ստեղ, ծանոթով ու անգրագետ դերասաններ, դա իմ մասին չի այդքան, ու սա շատ կարևոր է, որ ես այսպես ասեմ, որ գոնե բոլորը իմանան, որ ես ուղղակի մի օր չեմ զարթնելու որոշել, որ պետք է զբաղվեմ դերասանությամբ։ Իսկ ընդհանրապես բացի ձեր մասնագիտությունից դուք նաև ակտիվորեն գործունեություն եք ծավալում սոցիալական տարբեր հարթակներում։ Ինչպես որոշեցիք, որ պետք է սկսեք ձեր գործունեությունը ծավալել։ Ինչ որ շրջան կար իմ կյանքում, որ ես այսպես ասած պարապեի կոնկրետ աղջկաց ծնունդից հետո ինչ որ բան չկար, որ ես կարողանայի որևէ կերպ լրացնել իմ օրը, ավելի կոնկրետ, չգիտեմ, շփվել հանրության հետ, լինել ավելի ինձ արվեստին մոտ, ու ես որոշեցի, որ պետք է սկսեմ բլոգինգով զբաղվել, ու դա ճիշտ որոշում էր իրականում։ Բայց հիմնականում ինչ թեմայով սկսեցիր քո բլոգը, ոնց որ վարել, ու ինչը կհիշես, եթե քեզ որ սենց մեծ հետևորդներ բերեց։ Եթե չեմ սխալվում, ես սկսել էի գրքային բլոգ վարել, գրքերից էի խոսում, հետո կտավներս էի ցույց տալիս, բայց հասկացա, որ իրականում հանրությանը դա հետաքրքիր չի, որովհետև ունեի նաև ռոլիկ ամուսնուս հետ, հարցադրում դրեցի, ասեցի, ինչն է ձեզ ավելի հետաքրքիր, արվեստը, թե կենցաղը, թե երկուսը միասին, հիմնականում նշել էին կենցաղը, որովհետև դա էր իրենց հետաքրքիր, թե ինչա կատարվում իմ անձնական կյանքում, իմ ընտանիքում, եւ ավելի խորացա դեպի ընտանիք, դեպի ավելի իմ մասին եւ ավելի առօրյայի։ Չնայած պահում եմ մի քիչ ավելի սենց արվեստոտ շունչը, այսպես ասած, բայց այդ վիդեոները այդքան դիտումներ չեն ունենում, ինչքան առօրյայինը։ Ինքս էլ գիտեմ, որ շատ են հետաքրքրվում ձեր անձնական կյանքով ու երևի ամենահետաքրքիր հարցերից մեկն է, թե ինչպես եք դուք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Հա, այդ հարցերը միշտ կան, անընդհատ կրկնվում են ու շատ։ Մենք ծանոթացել ենք թատերական ինստիտուտում, երբ ես դեռ նոր էի ընդունվել, ու այդպես հենց արվեստային էլ, գրքային էլ սկսվեց մեր սերը, ու հավելեմ, որ այդ շատ տրվող հարցերից են նաև մեր տարիքային տարբերությունը, այսպես շատ եմ ասել էլի հանրային, բայց մի հատ էլ ասեմ մեր տարիքային տարբերություն 16 տարի է, բայց միևնույն է էլի հարցնելու եմ վստահ եմ։ Բայց չկար վախ, օրինակ, որ այդպիսի մեծ տարիքային տարբերություն կա ու հնարավոր է միմյանց չհասկանայիք, ինչպես էր դու դա պատկերացնում։ Իհարկե վախ կար, յուրաքանչյուր հարաբերություն սկսելուց վախ կա անկախ տարիքային տարբերությունից, բայց երբ դու գիտակից անձես, հասկանում ես, որ դիմացին էլ բավական գիտակից հասուն տղամարդ է, լիարժեք գիտակցում ունես, որ ամեն ինչ շատ այսպես ասած, սիրուն է ընթանալու, անկախ դժվարություններին, անկախ անհամաձայնություններին, միևնույն է, եթե սիրում եք իրար, ոչ տարիքն է կարևոր, ոչ մասնագիտությունը, ոչինչ կարևոր չի, եթե սերը կա, հարգանքը կա, ամեն ինչ լուծելի է։ Դուք երկուսդ էլ նույն մասնագիտություն ունեք, բայց չգիտեմ, ինչքանով է օրինակ դա հնարավոր հարմարեցնել անձնական կյանքի հետ, որովհետև գիտենք, որ միշտ օրինակ հայկական այդ ավանդական սենց ստանդարտներ կան, որ աղջիկներին հիմնականում չէին թողում դեռևս վաղ շրջանից սկսած, օրինակ նկարահանվել կամ նման երևույթներ, ինչպես է ձեր ընտանիքում այս ամեն ինչը ընթանում։ Ինձ թվում է առհասարակ այն օրերում ենք ապրում, որ աղջիկներին կանանց ամեն ինչ կարելի է եւ իրենց ինչ որ բան արգելելը շատ դժվար է։ Մեզ մոտ այդպիսի անհամաձայնություններ շատ խորը չեն եղել, իրականում շատ դժվար է համատեղել մասնագիտություն ընտանիքի հետ, որովհետեւ շատ զբաղվածություն կա այս ասպարեզում ու շատ քիչ ենք իրար տեսնում։ Դա իրականում տխրեցնում է, բայց միանշանակ ժամանակ գտնում ենք, հատկացնում ենք, ամեն ինչ շատ նորմալ է։ Իսկ ընդհանրապես քո մոտ ինչպես է դա դրսևորվում, որովհետև շատ են նաև հարցնում, չեք խանդում, օրինակ, որովհետև գիտենք, որ ձեր ամուսնուն շատերը սիրում են եւ երբ որ օրինակ մեկը ամուսնանում է դերասաններից, միշտ մարդիկ շատ հաճախ սկզբնական շրջանում նեգատիվ են ընդունում, որովհետև իրենք այլ մարդու են պատկերացնում իրենց սիրելի դերասանի կողքին, նույնիսկ շատերը իրենց են պատկերացնում, իրենց երեխաներին են պատկերացնում։ Ընդհանրապես ձեզ մոտ ոնց եղավ այդ սկզբնական փուլը, երբ որ արդեն հարաբերությունները հանրայնացավ։
Տեսեք, ես շատ adekvat եմ մոտենում իրականում այդ ամենին, որովհետև մարդկանց մեծամասնությունը ապրում է այդ սերիալներով, ոնց որ իրական կյանք լինի, այդպես վերապրում են իրենք, ու լրիվ նորմալ է, որ չպատկերացնեն, օրինակ Կարենի կողքին ինձ ու ինչքան Կարենին շատ են սիրում, այնքան ինձ չսիրողները շատանում են ու շատ նորմալ է, ես լրիվ բաց եմ, ինձ շատ վատ մեկնաբանություններ են գրում, ես լրիվ նորմալ եմ տանում այդ ամեն ինչը, շատ բնական երևույթ է։ Իսկ ընդհանրապես այդ մեկնաբանությունների իրոք տենց հեշտ ես ընդունում միայն օրինակ անձնականինը, չէ, ընդհանուր երբ որ բացասական կարծիքներ են արտահայտում, ոնց ես կարողանում ընդհանրապես դու այդ ամեն ինչին դիմադրես, որովհետև հաճախ է չէ լինում, որ չգիտեմ, այդ հեյթի ալիք այնքան է լինում, մենք չգիտենք ինչ անենք։ Հումորով Միակ բանը, որ փրկում է այդ իրավիճակում, հումոր մտցնել այդ ամեն ինչի մեջ։ Հիմնականում ջնջում եմ վատ մեկնաբանությունները ու սև ցուցակ եմ ներառում այդ մարդկանց, բայց շատ անգամ լինում է, որ այնքան աբսուրդ մեկնաբանություններ են լինում, որ սենց սիրով հումորային նաև պատասխանում եմ։ Իմ անձի վերաբերյալ վատ մեկնաբանություններին շատ նորմալ եմ վերաբերվում, բայց ինչը վերաբերում օրինակ իմ ընտանիքին, ամուսնուս, երեխայիս, եթե չնայած երեխայիս հետ կապված դեռ վատ մեկնաբանություն չկա ու շատ շնորհակալ եմ, որովհետև այն օրերում ենք իրականում ապրում, որ տեսնում եմ երեխայիս այնց անմեղ ինչ որ վիդեոյի տակ նենց վատ մեկնաբանություններ են գրվում, զարմանում եմ ինչի Հիմնականում որ հանրայնացնում են շատերը, մտածում են, որ օրինակ ցանկանում են երեխայի միջոցով իրենց, այսպես ասած, առաջ խաղացում էջերի ապահովել։ Ինձ այդպես է թվում, որ օրինակ վատ մեկնաբանություններ են հիմնականում։ Բայց դա նորմալ է, որովհետև յուրաքանչյուրս ինչ որ առաջխաղացման կետ կամ օբյեկտ կամ, չգիտեմ, ինչ որ բան ընտրում ենք, որով կարելի է մեր էջը զարգացնել, առաջ տանել։ Մարդու ընտրությունն է արդեն։ Հա, իրականում այդպես է, ու վերջերս ընդհանրապես տենց խոսակցություններ են գնում երեխայի, չգիտեմ, հղիության ընթացքում բլոգ վարելու եւ այլնի մասին։ Տարօրինակ է ինձ համար այն որ անդրադառնում են կոնկրետ այդ թեմային, բայց չեն ֆիքսվում տարբեր թեմաների վրա, որովհետև յուրաքանչյուր մարդ ինչ որ մի օր երբ որոշում է, որ պետքա բլոգինգով զբաղվի, ինչ որ կետից է, չէ՞ դա գալիս։ Չգիտեմ, մեկը ընդունում է համալսարան, մյուսը ամուսնանում է, որոշում է, որ արդեն ժամանակն է հետաքրքիր կոնտենտ տալու, մեկի մոտ հղիությունն է տալիս ստիմուլ, նորմալ է, բնական է, ով երբ ուզի, ինչ թեմայով ուզի, կարող է մտնել հանրային դաշտ։ Նաև շատ այսպես մի շրջան կար, երբ որ համացանցում տարածվել էր ձեր ամուսնու հարցազրույցից կտրված մի հատված, երբ որ խոսվում էր երեխաների դաստիարակության մասին ու շատերը վատ ձևով էին մեկնաբանել, կար սենց բաժանված հատվածներ, երբ որ ասում էին, որ շատ ճիշտ է, այդպես մտածելը, մյուսները քննադատում էին։ Դուք ինչպես եք ընդհանրապես ընդունել նման հեյթի ալիքը եւ ինչ կարծիք ունեք տվյալ օրինակ գաղափարների վերաբերյալ։ Ես դա շատ ծանր եմ տարել, որովհետև արդեն նշեցի, ինչ վերաբերում է օրինակ ամուսնուս կամ ընտանիքիս, ես իրականում վատ եմ դա ընդունում։ Իսկ ինչու ծանր տարա, որովհետև ես նեղվում էի, որովհետև հասկացա, որ Կարենին չեն ճանաչում, չեն հասկացել, չեն ընկալել, որովհետև ինքը իրականում շատ լավ մարդ է, շատ ու այդպիսի վատ մեկնաբանություններ գրելուց ես շատ էի նեղվում ու անընդհատ փորձում էի հակառակը ցույց տալ, բայց ոչ թե ցույց տալ ուղակի ցույց տալու համար, այլ իրականությունը ցույց տալ, որ ժողովուրդ այդքան էլ այդպես չի, ուղակի շատ տհաճ թեմաներ կան, ինչին անդրադարձավ Կարենը։ Ես կիսում եմ իր կարծիքը այդ առումով ու դա իրեն բարկացրեց բավական, որովհետև շատ հարցեր կան, որ դեպի կործանման են տանում մարդուն։ Նորմալ է, որ կարելի է նաև դրան ագրեսիվ վերաբերվել, բայց միշտ չի, որ ագրեսիվ արտահայտությունները նաև իրական կյանքում իրականացվում են, իսկ մեր ընտանիքում եւ առհասարակ բռնությունն անընդունելի է եւ դա տեղի չի ունենում, սա ասեմ, որ բոլորը հասկանան։ Նաև հիմնականում ես այսպես հիշում եմ այն վատ կարելի ասել մեկնաբանությունները, որոնք ընդհանրապես էջին ուղղում են, ես դրանք եմ ավելի շատ այսպես ուզում բարձրացնենք։ Հիմնականում, երբ որ ձեր հարաբերությունները դու հանրայնացրիր, շատերը գրում էին, որ շուտով նորից կբաժանվեն, երկար չի տևի նրանց հարաբերությունները, ինչքան էլ որ օրինակ փորձում ենք թեկուզ հումորով ընդունել կամ ուշադրություն չդարձնել, բայց ոնց էիր կարողանում այդ ամեն ինչը հաղթահարել, որովհետև մի կողմից ոնց որ մարդիկ անդադ այդ ամեն ինչը գրում են ու շատ հաճախ, երբ որ կողքին դել այնպիսի մասնագիտություն ունի, որ կարող է շփում ունենալ տարբեր մարդկանց հետ, դու ինչպես էիր կարողանում քեզ գոմ պահել։ Մենք կրկին հումորով ենք մոտենում այդ մեկնաբանություններին, չենք ֆիքսվում բացարձակ դրա վրա, որովհետև եթե խորանանք, եթե դա ընդունենք լուրջ, շատ վատ հետևանքներ կլինեն մեր կյանքում իրականում։
Իսկ ինչ վերաբերում է առհասարակ մեր մասնագիտությանը, որ կապում են այդ ամենի հետ, յուրաքանչյուր մասնագիտության տեր մարդկանց կյանքում էլ լինում են նման դեպքեր։ Ուղղակի հասարակությունը դա չի տեսնում։ Դրա համար ֆիքսվել են ուղղակի մեր վրա։ Նաև դուք երեխա ունեք եւ կյանքը երեխա ունենալուց հետո եւ առաջ միշտ փոփոխվում է, ինչպիսի փոփոխություններ եղավ արդեն քո մոտ։ Ինձ շատ դժվար էր իրականում, որովհետև ես դեպրեսիայի մեջ էի ու ինչի էի դեպրեսիայի մեջ, երեխայի հետ հարաբերություններս միշտ շատ ընթացել են։ Ուղղակի ես որ ունեցել եմ շատ sense ակտիվ բուրըն գրաֆիկ, հիմնականում ազատ ժամանակ շատ քիչ էր լինում, նանեի հետ արդեն ոնց որ անընդհատ տանն էինք, անընդհատ մտածում էինք ինչով զբաղվեինք, ինչ անեինք ու ես շատ ձանձրանում էի, շատ նեղվում էի։ Կարենի մոտ էլ շատ բուրըն գործունեություններ այդ ժամանակ ծավալվում, ես էլ անընդհատ կարճած էի իրենից, որ գոնե ինքը ինձ օգնի եւ այլն, իհարկե ինքը ամեն ինչով ինձ օգնում էր, ինչքան որ հասցնում էր։ Բայց ինձ շատ դժվար էր այդ ամեն ինչը հաղթահարելը, որովհետև շատ դժվար է իրականում երեխա ունենալ ու մեծացնել ու այն մարդիկ ովքեր ասում են դե մենք էլ ենք ունեցել, մենք էլ ենք մեծացրել, ինչ կա դրա մեջ, լիքը բան կա դրա մեջ։ Իսկ ինչ խորհուրդ կտաս այն կանանց, այն աղջիկներին, ովքեր անցնում են այդ հետծննդաբերական դեպրեսիա ասված փուլի միջով, ինչ ես կարողացել, ինչ քայլեր ես կարողացել ձեռնարկես, որպեսզի մի փոքր գոնե թեթևացնես այդ դեպրեսիվ իրավիճակները։ Միանշանակ գնալ հոգեբանի մոտ։ Բայց նախ եւ առաջ ընտրել այնպիսի տղամարդ, այնպիսի ամուսին, ով կօգնի քեզ այդ իրավիճակում, որովհետև շատ կարևոր է տան անդամի աջակցությունը, որովհետև եթե ինձ իմ ամուսինը աջակցում էր, շատ կանայք կան, ովքեր ընդհանրապես ընտանիքի կողմից աջակցություն չեն ստանում, իրենց չեն հասկանում, ինձ էլ շատերը կային, որ չէին հասկանում, չէին ընդունում իմ վարքը, որովհետև ես իրականում շատ ագրեսիվ էի նաև ու դա շատ ծանր էր անդառնում նաև մյուսների վրա։ Ուղղակի իրենք պատկերացում չունեին այդ դեպրեսիայի մասին, չգիտեին դա ինչ է։ Եվ շատ շնորհակալ եմ եւս մեկ անգամ Կարենին այդ իրավիճակում ինձ օգնելու համար, բայց գնացեք հոգեբանի մոտ։ Ուսանք այս խորհուրդը կընդունեմ, որովհետև իրականում հիմա շատ չնայած տենդենսը ավելի է շատացել, բայց միշտ էլ Հայաստանում եղել է այն կարծրատիպը, որ մարդիկ չպետք է գնան օրինակ հոգեբանի մոտ, ցերահավոտորեն են մոտեցել։ Չէ, պետք է հոգեբանի մոտ գնալ նաև այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ է քո կյանքում։ Հոգեբանը ըստ իս պետք է միշտ լինի, որովհետև շատ կարևոր ֆունկցիա է կատարում, անընդհատ զարգանալու տեղ ունենք, անընդհատ ավելի լավը դառնալու, ավելի խաղաղ լինելու, ավելի ներդաշնակ կյանք ունենալու համար ինքը հաստատ օգնում է, ուղղակի շատ կարևոր է որ գնալ իսկապես հոգեբանի մոտ, որովհետև շատերը կան ում ես տեսնում եմ արդեն հանրային իրենց էջերը, թե ինչպես են իրենք իրենց էջը վարում, ու ես հասկանում եմ, որ ես այս մարդու մոտ երբեք չէի գնա։ Նաև սկզբում նշեցիք, որ դերասանական առաջխաղացում եք ունենում եւ մարդիկ դա վերագրում են ծանոթ բարեկամ հասկացությանը, ընդհանրապես ինչպես ստացվեց, առաջարկը ինչպես ստացվեց եւ որոշեցիք, որ դուք էլ պետք է արդեն ակտիվ գործունեություն ծավալեք։ Տեսեք, ես մի բան ուղղակի կարևոր նշեմ, ես չեմ նեղվում այդ մեկնաբանություններից, իրականում ես շատ ուրախ եմ, որ ինձ ճանաչեցին թեկուզ սկզբում որպես Կարեն Հովհաննիսյանի կին։ Ես շատ պատվով դա ընդունում եմ եւ սիրում եմ նաեւ, որ ինձ այդպես ճանաչում են, դիմում են։ Այդ ասպարեզում ինձ ճանաչեցին եւ ընդունեցին Կարենի շնորհիվ։ Կարենը մտավ այդտեղ ու ինձ որպես Կարենի կին իմացան, բայց արդեն երբ սերիալը սկսվեց, Կարենը չասեց, որ ինձ բերեն այդտեղ մտցնեն, այլ իրենք հասկացան, որ կարծեցին, վստահեցին այդ դերն ինձ։ Նաև ինչ նպատակներ ունեք հետագայի համար, եթե օրինակ դրանք հնարավոր է բարձրաձայնել։ Անկեղծ ասած շատ նպատակներ չունեմ, որովհետև չեմ սիրում տենց նպատակներ գծել շատ, առավել եւս հետագայի հետ կապված, որովհետև ինչը պլանավորում եմ հստակ, որ այդպես եմ ուզում, դա այդպես չի լինում։ Ես թողնում եմ, որ կյանքը որոշի, ասում են ճակատագիր, այդքան ճակատագիր չէ, ես տիեզերք եմ ասում այդ ամեն ինչին, թող տիեզերքը որոշի, երբ հարմար, որ այդ ամեն ինչը լինի իմ կյանքում, դեռ հատուկ պլաններ չկան, բայց լիքը լավ բաներ հաստատ առջևում են, ես հավատում եմ։ Նաև եթե ամփոփենք, ինչպես եք ձեզ տեսնում դուք 10 տարի հետո, իհարկե դա մի փոքր կապված է նպատակների հետ, բայց ինչպես եք պատկերացնում ձեզ եւ արդեն նաև ինչ որ ձեր ընտանիքին ինչ կերպարում կլինեք։ 10 տարի հետո շատ դժվար հարց է իրականում, որովհետև չեմ կարծում, որ այդպես գլոբալ ինչ որ բան փոխվի մեր կյանքում, կարծում եմ, որ կլինենք ավելի կայացած, ավելի սիրով,
ավելի ներդաշնակ, որովհետև մեր հարաբերությունները ինչքան առաջ են գնում, այնքան ավելի հասուն են դառնում իրականում, որովհետև սկզբում սենց շատ էմոցիոնալ է ամեն ինչ լինում, հետո արդեն սկսում ես նաև գիտակից մոտենալ լիքը հարցերին։ Վստահ եմ, որ ամեն ինչ հրաշալի է լինելու։ Դե ինչ Մանե ջան, շնորհակալ եմ նման հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։ Ձեզ եւս շնորհակալ ենք մեր սիրելի հետևորդներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։